Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան հրավերն ընդունելու համար։ Տարեկան հրապարակումն եք իրականացրել Մարդու իրավունքների եւ ինչ խնդիրներ ու մտահոգություններ եք արձանագրել 2024-ին Մարդու իրավունքների ոլորտում։ Նախ ես եմ շնորհակալ այս կարևոր թեմայով հարցազրույցի հրավերի համար։ Նշեմ, որ այո, մի քանի շաբաթ առաջ հրապարակել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեր տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը։ Սրանք երկու շատ կարևոր փաստաթղթեր են, թե մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար, թե ընդհանրապես նաև պետության համար, հասկանալու ընդհանուր առմամբ մեր պետությունում մարդու իրավունքների հետ կապված վիճակը։ Ըստ էության մեր երկու զեկույցների ոչ թե պարզապես ծավալը, այլ քննարկված թեմաների ծավալը ինքնին ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում բազմապիսին են խնդիրները մարդու իրավունքների տարբեր ոլորտներում եւ չնայած տարատեսակ ոլորտներում եղած առաջընթացին որոշ առանձին դեպքերում զարգացումներին, մենք միևնույն է շարունակում ենք ունենալ բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերելի են մարդու իրավունքների բազմապիսի բնագավառների։ Դրանք կարող են վերաբերելի լինել հավաքների ազատությանը, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի արկայությանը կամ նշված դեպքերով գործերի քննությանը, սոցիալ-տնտեսական բնագավառում առկա բազմապիսի խնդիրների, խոսքի ազատության, ատելության խոսքի արկայության հետ կապված տարատեսակ խնդիրների եւ այլն, այսինքն սրանցից յուրաքանչյուրը շատ մեծ ոլորտ է, որի վերաբերյալ կարելի է շատ երկար խոսել, հետեւաբար ուրախ կլինեմ, եթե կոնկրետ հարցեր լինեն այդ թվում տարատեսակ ոլորտների հետ կապված, որպեսզի ես շատ ավելի մանրամասն պատասխանեմ։ Բայց ձեր արձանագրումները Տիկին Մանասյան վերաբերում են առանձնացված որոշակի դեպքերին տարբեր ոլորտներում այս առնչությամբ, թե ձեր ասածները համակարգային խնդիրների ցուցիչներ են։ Ըստ էության մեր ներկայացրած խնդիրները համակարգային խնդիրների են վերաբերում։ Մենք իհարկե ունենք առանձին ոլորտներ, որտեղ խնդիրները այնպես չէ, որ եղել են շատ համակարգային, այսինքն մենք ունեցել ենք օրինակ 1-2 դիմում բողոք կոնկրետ հարցի հետ կապված եւ հասկացել ենք, որ սա ըստ էության մեր պետության տեսանկյունից խնդիր է, սա հատկապես վերաբերել է սոցիալ-տնտեսական բնագավառին առնչվող առանձին խնդիրների։ Ամեն դեպքում մենք դրանց եւս անդրադարձ ենք կատարել մեր զեկույցում, որովհետեւ հասկացել ենք, որ ըստ էության շատ հնարավոր է, որ խնդիրը չլուծվելու պարագայում այն համակարգային դառնա, բայց արձանագրված խնդիրների մեծ մասը համակարգային են։ Իսկ սոցիալ-տնտեսական ոլորտում հատկապես ինչ խնդիրներ եք նախորդ տարվա համար առանձնացրել։ Ըստ էության սոցիալ-տնտեսական բնագավառում դարձյալ բազմաթիվ են խնդիրները եւ շատ դիմումներ ունենք քաղաքացիներից, թե կենսաթոշակներին վերաբերելի ոլորտային տարբեր հարցերի հետ կապված, թե ընդհանրապես սոցիալ-տնտեսական իրենց տարբեր իրավունքների իրացմանը առնչվող, օրինակ աշխատանքային իրավունքների հետ կապված բազմաթիվ դիմումներ ենք ունենում, այստեղ պիտի արձանագրեմ հատուկ, որ շատ դեպքերում մենք իրավասու չենք լինում լուծելու այդ խնդիրները, քանի որ խոսքը մասնավոր կազմակերպությունների հետ կապված, օրինակ աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին է վերաբերում, բայց միևնույնն է մենք փորձում ենք համակարգային խնդիրները առանձնացնել, օրինակ նախորդ տարվա տեսանկյունից առանձնացված եղանակով հատուկ քննարկման առարկա ենք դարձրել գործադուլի իրավունքի հետ կապված կանոնակարգումները եւ վիճակը Հայաստանում ընդհանրապես այս ոլորտի հետ կապված, որովհետև ակնհայտ է մեզ համար, որ անկախ ընդհանուր միջավայրերից կամ անկախ մարմնից ըստ էության նախ սխալ պատկերացումներ են գործադուլի իրավունքի հետ կապված, թե իրավասու մարմինների տեսանկյունից շատ դեպքերում, որովհետև կարգավորումներն են շատ բարդացված Հայաստանում գործադուլ իրականացնելու համար, բայց նաև իրավասու մարմինները նույն ընկալումները ունեն, ինչպիսիք այդ բարդ կարգավորումներով են արձանագրված եւ նաև քաղաքացիներն էլ ընդհանրապես տեղեկացված չեն գործադուլի իրավունքի դրա հետ կապված առանձին նախապայմանների, առանձին կարգավորումների առումով եւ դա է պատճառը, որ հատուկ ուշադրության կենտրոնում է մեզ համար այս ոլորտը եւս գտնվել, բայց բնականաբար բազմապիսի են հարցերը, որոնց ըստ էության մշտապես անդրադարձ ենք կատարել։ Իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բարձրացված բողոքներին սոցիալական ՄԻՊ-ը ոնց է արձագանքել եւ արդյոք դրա վերաբերյալ հաղորդումում որևէ նշում կա։
Այո, իհարկե, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված նախ մենք ամենօրյա գործունեություն ենք իրականացնում, որովհետև նրանք մեզ թե խորհրդատվության համար են պարբերաբար դիմում, թե դիմում են տարատեսակ դիմում բողոքներով, այդ թվում սոցիալ-տնտեսական բնագավառի առումով, մեծամասամբ սոցիալական աջակցության ծրագրերին են վերաբերում մեր ստացած դիմումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ըստ էության մենք պարբերաբար փորձում ենք պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցություն վարել նախ ապահովելու համար, որպեսզի սոցիալական աջակցության ծրագրերը պատշաճ լինեն եւ համապատասխան բռնի տեղահանված անձանց կարիքներին, բայց բազմաթիվ դեպքեր են նաեւ լինում, որ օրինակ անձը տարատեսակ պատճառներով չի ստանում իրեն հասանելիք սոցիալական աջակցությունը եւ մի շարք նման այլ հանգամանքներ եւ այս պայմաններում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հենց մեր միջամտությամբ ու պետական մարմինների հետ համագործակցությամբ է անհատական խնդիրը լուծվել քաղաքացու վերաբերելի, եղել են դեպքեր, երբ մենք օրինակ ստանալով տարբեր դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության հետ կապված հարցը բարձրացրել ենք պետական մարմինների առջև, առանձին դեպքերում խնդիրները լուծվել են, կան դեպքեր, երբ խնդիրը ըստ էության լուծված չէ եւ մենք շարունակում ենք մեր հաղորդակցությունը պետական մարմինների հետ։ Հիմա ՄԻՊ-ը ո՞նց է արձագանքում այդ 40 գումարած 10 ծրագրի դադարեցումը, նրանց իրավունքների ոտնահարում համարում է թե ոչ։ Ես իհարկե այս պահին դա չեմ կարող հստակ համարել մարդու իրավունքների ոտնահարում կամ մարդու իրավունքների խախտում, որովհետև ըստ էության պետությունը ոչ թե հենց 40+10-ի պարտավորություն ունի, այլ պարզապես սոցիալական աջակցության պատշաճ ծրագրեր իրականացնելու, որ այդ ծրագրերը, որոնք կային, դադարեցումը իրենց համար լուրջ սոցիալական խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Մեկ այլ հարց է հենց այդ խնդիրների արձանագրումը, որը ես ինքս արել եմ եւ այդ հարցը բարձրացրել եմ պետական մարմինների առջև, որ այո, ընդ որում ոչ միայն բռնի տեղահանված մեր հայրենակիցները, այլ նաև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ խումբ քաղաքացիներ պիտի կարողանան օգտվել սոցիալական աջակցության այնպիսի ծրագրերից, որոնք նրանց հնարավորություն կտան իրենց սոցիալական իրավունքները երաշխավորելու եւ այս մասով ես ինքս էլ առաջարկել եմ թե բռնի տեղահանված անձանց տեսանկյունից, թե նաև այլ քաղաքացիների խմբերի տեսանկյունից այդ հետևանքները մշտապես հաշվի առնել։ Իսկ մասնավորապես բռնի տեղահանված անձանց վերաբերյալ ձեր արձանագրումները եւ պետության տված հարցումները ինչ արձագանք են ստացել, դուք ինչ պատասխան եք ստացել։ Ես ըստ էության պիտի արձանագրեմ, որ մեր պետությունը ըստ էության պատշաճ արձագանք ունեցել է ընդհանրապես թե տեղահանման գործընթացում, թե դրանից հետո մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու առումով։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ միշտ չի եղել, որ մեր եւ պետական մարմինների տեսակետները համընկել են, այդ թվում սոցիալական աջակցության ծրագրերի առումով։ Իհարկե մենք այստեղ չունենք այն նույն իրավասությունը, ինչ պետական մարմինները, որովհետեւ մենք օրինակ բյուջեի հաշվարկ եւ այլն չենք կարող իրականացնել պատկերացնելու համար, թե ինչ բյուջետային հնարավորություններ ունի կոնկրետ ժամանակահատվածում պետությունը, բայց մենք մշտապես առաջարկել ենք այդ ծրագրերը այնպես իրականացնել, որպեսզի բոլոր կարիքներին համապատասխան լինի։ Օրինակ մեր առաջարկով ըստ էության համապատասխան որոշման համատեքստում դեռևս նախորդ տարի էր մենք ունեցանք հատուկ կարգավորումներ, որպեսզի հաշվի առնվի այն հանգամանքը, թե օրինակ այն անձը, որը Հայաստանում սեփականության իրավունքով իրեն պատկանող որևէ անշարժ գույք ունի, արդյոք այդ անշարժ գույքը իր տեսանկյունից օգտագործելի է, արդյոք ունի իրական հնարավորություն այդտեղ բնակվելու, թե չունի եւ այլն եւ այլն։ Իհարկե կարգավորումները մեր բոլոր պահանջներին համապատասխան չեն ներառվել որոշումներում, բայց ամեն դեպքում որոշ մեր առաջարկներ հաշվի են առնվել։ Իսկ ընդհանրապես ՄԻՊ-ը երբ որևէ բանին արձագանքում է, ունի իրավասություն մանդատ հետևելու արդյոք կյանքի կոչվեցին իր դիտարկումները թե ոչ։ Այո, բնականաբար, այստեղ կուզենամ երկու հստակ ոլորտ առանձնացնել, ոլորտներ, որտեղ պետական մարմնի որևէ գործունեություն ըստ էության հստակ խախտում է մարդու իրավունքները եւ այստեղ երևի նաեւ նկատած կլինեք, ոչ միայն պարզապես հետևում ենք process-ին, այլ նաեւ ես բազմաթիվ դեպքերով հրապարակային հայտարարություններ եմ իրականացնում, նաեւ մեր տարեկան հաղորդման շրջանակներում են դեպքեր արձանագրված եւ երբ հստակ ցույց է տրված, որ սա հստակորեն մարդու իրավունքների խախտում է, օրինակ, ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ մենք ոչ թե գործ ունենք ուղղակիորեն մարդու իրավունքների ոտնահարումների հետ, օրինակ նույն
սոցիալական տարատեսակ ծրագրերի առնչությամբ, այլ կարող ենք գործ ունենալ պարզապես որոշակի խումբ քաղաքացիների համար բացասական հետևանքներ առաջացնող իրավիճակների հետ։ Այստեղ բնականաբար մենք փորձում ենք շատ կառուցողական համագործակցություն ունենալ թե պետական իրավասու մարմինների, թե նաև շահագրգիռ սուբյեկտների հետ, որպեսզի կարողանանք այնպիսի գործունեություն ծավալել, որը հնարավորինս կբավարարի նախ քաղաքացիների շահերը, բայց նաև հաշվի կառնի օրինակ նույն պետության բյուջետային հնարավորությունները ու նման մի շարք այլ հանգամանքներ։ Տիկին Մանասյան, ամենից շատ տրվող հարցը երևի թե գոնե հանրային տիրույթում լրագրողների աչքի առաջ մի պին լինում է քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։ Պայմանավորված նրանով, որ ընդդիմադիր դաշտում օրինակ շատ են հնչում կարծիքները եւ իրենց կողմից բերվող հիմնավորումները, թե մենք երկրում ունենք քաղբանտարկյալներ, թե մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր իրենց քաղաքական հայտարարությունների կամ կեցվածքի համար հետապնդվում են եւ այլն։ Արդյոք հաղորդման մեջ որևէ անդրադարձ կա ընդդիմություն իշխանություն իրավիճակին եւ ձեր գնահատմամբ արդյոք մեր երկրում ընդդիմադիր դաշտում կան գործիչներ անձինք, որոնք իրենց քաղաքական խոսքի, հայացքների, կեցվածքի համար քաղաքական հետապնդման են ենթարկվում հիմա։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ մեր տարեկան հաղորդումը հատուկ հատված զուտ այդպիսի վերտարությամբ քաղաքական հիմնախնդիրներին վերաբերող չի պարունակում եւ չի էլ կարող պարունակել, քանի որ մենք պետք է ապաքաղաքական ձևաչափով մեր գործունեությունը իրականացնենք, բայց բնականաբար կան մի շարք հարցեր, որոնք իհարկե վերաբերում են այդ թվում իշխանություն, ընդդիմություն հարաբերություններին, ընդդիմադիր գործիչների նկատմամբ տարատեսակ հարցադրումների եւ ասպեկտների, օրինակ, եթե վերցնենք հավաքների ազատության իրավունքին առնչվող կոնտեքստը, ապա ակնհայտորեն կնկատենք, որ բազմաթիվ խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված արձանագրվել են հենց ընդդիմադիր գործիչների նկատմամբ տարբեր ձևաչափերով իրականացված գործընթացների արդյունքում, կամ ոստիկանության կողմից օրինակ անհամաչափ ուժի գործադրման հետ կապված հարցերը, կամ օրինակ նախորդ տարի մենք դեպք ենք ունեցել, երբ ընդդիմադիր պատգամավորի հետ կապված է նախ առերևույթ անհամաչափ ուժ գործադրվել, այնուհետև ոստիկանության հսկողության ներքո գտնվելու պայմաններում էլ շարունակվել է այդ ուժի գործադրումը պատգամավորի նկատմամբ, որը մենք հրապարակային եղանակով ենք նույնիսկ հասցեավորել։ Նախորդ տարի դեպքեր ենք ունեցել, երբ ազգային ժողովի պատգամավորը, ընդդիմադիր պատգամավորը հավաքների ազատության իրավունքն իրացնելիս ազատությունից զրկվել է մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ Հայաստանի օրենսդրությամբ չսահմանված եղանակով եւ մի շարք այլ հարցադրումներ, որոնք բնականաբար չեն կարող չանդրադառնալ այդ թվում քաղաքական տարբեր ուժերի, այսինքն այսպիսի արձանագրումներ բազմաթիվ են։ Ես ձեզ օրինակ բերեցի այս երկու օրինակները, որոնք ըստ էության նաև հրապարակային են ներկայացված եղել եւ նաև տարեկան հաղորդման շրջանակներում են ներկայացված, բայց կուզենամ հատուկ արձանագրել նաև, որ մենք այս տարի առանձին բաժին ունենք եւ սա նաև ինչ որտեղ ձևաչափի ու մեթոդաբանության տեսանկյունից մի փոքր նոր բան է մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումների կտրվածքով։ Մենք առանձին հատված ենք առանձնացրել, որտեղ խոսել ենք այն մասին, որ ըստ էության մտահոգիչ է, օրինակ, նույն հավաքների ազատության իրավունքի իրացման հետ կապված տարբեր քրեական վարույթներով քաղաքացիների նկատմամբ հետապնդումների արկայությունն ընդ որում անմիջապես, մինչդեռ օրինակ համանման տարատեսակ վարույթներով, հատկապես անհամաչափ ուժի գործադրման եւ այլնի հետ կապված, օրինակ պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հատկապես ոստիկանների հետ կապված հետապնդումների բացակայությունը կամ օրինակ նույն վատ վերաբերմունքի ու խոշտանգումների գործերով գործերի քննության հետ կապված չափանիշների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, որոնք շատ դեպքերում հենց կարող են վերաբերել տարբեր ընդդիմադիր Հիմա ընդդիմադիրները պնդում են ասելով, որ մեր դեմ քրեական տարբեր գործեր են բացվում, որովհետև մենք ունենք ընդդիմադիր կեցվածք եւ մեզ լրացնելու համար է դա արվում։ Եվ քրեական հետապնդումները, որոնցով որ իրենք անցնում են, նախ իրենց համար ընդունելի չէ եւ երկրորդ պարագայում իրենք ասում են, սա եթե քաղաքական հետապնդում չէ, ապա ինչու է, ասեք հասկանանք։ Խնդրում եմ հարցին պատասխանել ուղիղ կերպով։ Մեր երկրում հիմա թեկուզ ձեր 24 թվականի տարեկան հաղորդմամբ կան քաղաքական հետապնդողներ, թե ոչ։ Ես
մի քանի անգամ եմ այս հարցին պատասխանել, հիմա էլ նույն բանը ստիպված եմ ասել, եթե խոսքը քաղ բանտարկյալների արկայության մասին է, այն կոնտեքստով, որի վերաբերյալ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ են նշում, ապա ոչ ես, ոչ Հայաստանում որևէ ժամանակահատվածում որևէ մարդու իրավունքների պաշտպան երբևէ չի արձանագրել ընդհանրապես քաղ բանտարկյալների արկայություն։ Չարձանագրել նշանակում է չկան, թե Գաղափարն այն է, որ արձանագրելու համար, որ կոնկրետ օրինակ այս սուբյեկտը քաղ բանտարկյալ է, ամբողջ գործընթացը եւ նրա հետ կապված process-ները պետք է ամբողջությամբ համապատասխանեն նշված ձևակերպումը տալու համար միջազգային չափանիշներին։ Ես կարծում եմ, որ իմ որևէ գործընկեր սկսած 2004 թվականից մինչ այժմ չի տեսել այդ չափանիշներին ամբողջությամբ համապատասխանություն եւ դա շատ պատասխանատու հայտարարություն է ըստ էության քաղ բանտարկյալի արկայության վերաբերյալ հայտարարություն անելը, բայց այլ հարց է թե ես եմ արձանագրում, թե վստահ եմ նաև նախկինում իմ շատ գործընկերներ արձանագրել են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերելի են այդ թվում ընդդիմադիր գործիչների հետ կապված վարույթներին եւ այստեղ ես պիտի հատուկ շեշտադրեմ, օրինակ ես համեմատություն արեցի քաղաքացիների նկատմամբ հետապնդումների արկայությունը եւ օրինակ ոստիկանների նկատմամբ հետապնդումների բացակայությունը։ Սա եւս ըստ էության ցույց է տալիս վերաբերմունք կոնկրետ գործերի եւ դեպքերի հետ կապված, որը ըստ էության մեզ մոտ պետք է հաղթահարվի։ Նաեւ այլ բան է, որ շատ դեպքերում օրինակ քաղաքացիները կամ մեզ դիմող անձինք բարձրաձայնում են հարցեր, որ օրինակ նույն համանման արարքի համատեքստում օրինակ մեկը այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման, մյուսը չի ենթարկվում եւ սա դիտարկում են որպես հենց պարզապես քաղաքական հետապնդման արկայություն։ Ես այստեղ շատ կարեւորում եմ ընդհանրապես, որ այն բոլոր դեպքերում, երբ իրապես արկա է քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք, բնականաբար ցանկացած քաղաքացի անկախ հայացքներից իշխանական թե ընդդիմադիր պետք է այդ գործընթացների միջով անցնեն եւ սա պիտի հավասար լինի նաեւ հանրության աչքերում ու այստեղ շատ կարեւոր է թե այդ հավասար վերաբերմունքը բոլոր մարմինների կողմից, թե նաեւ պատշաճ կոմունիկացիան այդ թվում արդարադատություն եւ իրավապահ գործունեություն իրականացնող մարմինների կողմից քրեական արդարադատության ոլորտում շատ են եղել խնդիրները, որոնք դուք արձանագրել եք ձեր հաղորդման մեջ եւ ինչու է կալանքի կիրառումը դեռ շարունակում խնդրահարույց լինել մեզ մոտ։ Ես հատուկ կուզենամ այո անդրադառնալ կալանքի կիրառման հետ կապված խնդրին, քանի որ քրեական արդարադատության բնագավառում ուսումնասիրվող սա ամենակարևորագույն թեմաներից է եւ նաեւ բոլոր միջազգային մարմիններն են հատուկ ուշադրություն դարձնում ընդհանրապես ազատությունից զրկման process-ներին։ Ես թե նախորդ տարի եմ արձանագրել, թե հիմա եմ արձանագրում, որ որպես համակարգային խնդիր միանշանակ է կալանքի կիրառման հետ կապված խնդիրը Հայաստանում, քանի որ մեզ մոտ դեռևս շարունակում են ազատությունից զրկված անձանց մեծամասնությունը կազմել հենց խափանման այս միջոցը կրող անձինք, այսինքն դատապարտյալների թվից մեծ է կալանավորված անձանց թիվը, ինչը ինձ համար որպես մարդու իրավունքների պաշտպան միանշանակ խնդրահարույց է։ Ես իհարկե ինձ թույլ չեմ տա իշխանությունների բաժանման սկզբունքը խախտել եւ միջամտել այն մարմինների գործունեությանը, որոնց գործունեությանը չեմ կարող ըստ էության միջամտել, օրինակ դատարանների, բայց հատուկ պիտի արձանագրեմ, որ թե վարույթն իրականացնող մարմինների, թե արդարադատություն իրականացնող մարմինների կողմից բնականաբար այս հանգամանքը ոչ թե պարզապես պետք է ուշադրության արժանանա, այլ պետք է միանշանակ հաղթահարվի, որովհետև սրանից նաև այլ խնդիրներ են մարդու իրավունքների հետ կապված առաջ գալիս։ Օրինակ, մենք ունենք կալանքի տակ գտնվող բազմաթիվ քաղաքացիներից բազմապիսի դիմումներ, իրենց բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի հետ կապված, իրենց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված եւ այլն, եւ երբեմն պետությունը չի էլ հասցնում օրինակ պատշաճ մակարդակով այդ ծավալի գործունեություն իրականացնել եւ օրինակ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքը երաշխավորել, ինչը դառնում է լրացուցիչ խնդիր պետության համար, որովհետեւ մյուս կողմից էլ նաեւ այդ իրավունքն է քաղաքացիների խախտվում։ Հետևաբար ես կոչ եմ անում բոլոր իրավասու պետական մարմիններին այս խնդրին պատշաճ ուշադրություն դարձնել եւ փորձել լուծումներ տալ այս հարցերին։ Եվ վերջին հարցը Տիկին Մանասյան, բանակի հետ կապված ինչ խնդիրներ եք արձանագրել։ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ առաջնահերթություններից են եւ դա նաեւ երևում է իմ հրապարակային գործունեության միջոցով, որովհետեւ բազմաթիվ են իմ այցերը հենց իմ կողմից իրականացվող զորամասեր, զինվորական հոսպիտալներ, համապատասխան այլ վայրեր, որոնց վերաբերյալ շատ դեպքերում մենք նաեւ հրապարակումներ չենք ունենում։
Եվ այս ուշադրության պատճառն այն է, որ այսպիսի հաստատություններում մարդու իրավունքների խախտումները շատ ավելի հավանական են եւ բարդ բացահայտվող, քան սովորական այլ պայմաններում։ Այստեղ իհարկե եւս զարգացումները մեզ համար են ակնհայտ, բայց նաեւ ակնհայտ են այն բազմապիսի խնդիրները, որոնք զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված առկա են։ Առաջին հերթին կուզենամ հատուկ արձանագրել բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, ինքնավնասումների եւ համանման այլ դեպքերը, այդ թվում վատ վերաբերմունքի արկայության կամ արդյունքում կամ հենց վատ վերաբերմունքի արկայության պայմաններում։ Բայց տարիների ընթացքում դուք դրա աճն եք նկատում, արձանագրում, թե հակառակը։ Ըստ էության տարբեր տեսանկյուններից այս հարցին կարելի է նայել, որովհետև թվերի տեսանկյունից միևնույնն է շարունակում են թվերը, բարձր թվերը այդ թվում մտահոգիչ մնալ, բայց այստեղ ես կուզենայի անդրադառնալ այն հարցին, որ նույնիսկ մեկ մահվան դեպքը ոչ մարտական պայմաններում արդեն իսկ խնդրահարույց է, բայց ավելի խնդրահարույց է այն, որ դարձյալ չնայած առաջ եկած բոլոր զարգացումներին, մենք նաև շարունակում ենք ունենալ ոչ բավարար մեխանիզմներ այս ամենի կանխարգելման համար եւ նաև բազմաթիվ խնդիրներ ունենք պատասխանատվության անխուսափելիության հետ կապված, որովհետեւ շատ քիչ են մարդիկ, ովքեր մեղավոր են այս ամենի հարցում եւ այդ մեղավորությունը բացահայտվում է, հետո մարդիկ պատասխանատվության են ենթարկվում, բայց այստեղ բնականաբար շատ կարևոր է նաև կանխարգելման այդ ամբողջ հայեցակարգը, որը եւս կարծում եմ խնդրահարույց է եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է շատ լուրջ աշխատանքներ իրականացնել եւ այս ոլորտի հետ կապված էլ ես դարձյալ հատուկ կուզենամ արձանագրել նաև բժշկական օգնության եւ սպասարկման հարցերը ու նաև փորձաքննությունների հետ կապված հարցերը, որոնք մեզ պարբերաբար են բարձրացվում։ Մի շարք խնդիրներ մեր միջամտությամբ, նաև շատ լավ համագործակցությամբ գործընկեր կառույցների հետ մենք կարողանում ենք լուծել, բայց ես կուզենամ, որպեսզի այդ լուծումները ոչ թե լինեն անհատական դեպքերով մեր միջամտության արդյունքում, այլ դրանք լինեն համակարգային լուծումներ եւ մենք հնարավորինս քիչ խնդիրներ ունենանք այս բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր։ Կհանդիպենք։